Բարի երեկո, եթերում արտֆոկուսն է։ Շուրջ 1 տարի առաջ Երևանում տեղի ունեցավ հայաստանյան գրական աշխարհի համար պատմական իրադարձություն։ Հայաստանն ընտրեց Գոնկուր հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին, ֆրանսա-ռուանդացի գրող երգիչ Գաել Ֆային, իր նոր Ժակարանդա վեպով։ Այս որոշմամբ Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ Գոնկուրի միջազգային ընտրությանը։ Հնարավորություն ստացավ իր ուսանողության միջոցով մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին, ևս մեկ անգամ ապահովելու մեր երկրի ներկայությունը ֆրանսախոս մշակութային միջավայրում։ Նոյեմբերի 15-ին կայանալիք Ֆրանկոֆեստի ժամանակ Նյումեգը կներկայացնի Ժակարանդայի հայերեն հրատարակությունը։ Գոնկուր մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելերների, սպասվող Ֆրանկոֆեստի, ինչպես նաև գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին այսօր արտֆոկուսում կխոսենք Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ ենք։ Գոնկուր մրցանակն ֆրանսիական, թեև գուցե ավելի ճիշտ է ասել, միջազգային գրականության ամենահեղինակավոր մրցանակներից է և հայտնի է, որ այն հիմնադրվել է 1903 թվականին, Գոնկուր եղբայրների նախաձեռնության մտահղացմամբ։ Խնդրում եմ պատմել, որն է մրցանակի գլխավոր գաղափարախոսությունը, ինչու է այն հիմնվել և մեկ դարից ավել է, ինչ գոյատևում է և արդիական է, և անշուշտ այն թեզի մասին խոսենք, թե ինչու Գոնկուրի գրքերը սկզբում ընտրում է Գոնկուր ակադեմիայի ժյուրին, այնուհետև տարբեր երկրներում ստեղծված ուսանողներից կազմված ազգային ժյուրիները ընտրում են արդեն իրենց, այսպես ասենք, սրտին մոտ գիրքը, մեկ գիրք։ Շնորհակալություն։ Գոնկուրը Նոբելյան մրցանակին համահավասար համաշխարհային ճանաչում և հեղինակություն ունեցող գրական մրցանակաբաշխություն է և ստեղծվել է հենց ֆրանսալեզու գրականությունը պրոպագանդելու, ֆրանսագիր հեղինակներին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար։ Մենք ասում ենք ֆրանսալեզու, ֆրանսախոս և ֆրանկոֆոն երկրներ և ֆրանկոֆոն գրականություն, բայց այդ գրականությունը համաշխարհային է և գիտենք, որ հենց Փարիզն է ժամանակին թելադրել գրական տենդենսները և մշակույթի և արվեստի բոլոր ուղղությունները զարգացել, ձևավորվել և ամբողջ աշխարհում ավելի ճանաչելի, հայտնի և դարձել են և տարածվել են ֆրանսիացիների ֆրանսախոս արվեստագետների շնորհիվ։ Այո, և 21-րդ դարում, երբ ասում ենք Գոնկուր, որը մեկ դարյա պատմություն ունեցող մրցանակաբաշխություն է, և երբ ասում ենք, որ ընտրում են ուսանողները, փոքր-ինչ հակասություն է առաջանում և տարընկալում, ինչու են ֆրանսիացի ակադեմիկները որոշել, որ բացի իրենց ընտրությունից պետք է նաև լսել երիտասարդների ձայնը։ Նպատակը գլխավոր այն էր, որ հեղինակները, ովքեր գրում են, ժամանակակից հեղինակները իմանան իրենց ընթերցողների ակնկալիքները իրենցից, թե երիտասարդությունը ինչի մասին է մտածում, խորհում, ինչ հոգսեր ունի և ինչն է իրենց ավելի շատ անհանգստացնում։ Դրա պատճառով, երբ ձևավորվեցին ազգային ժյուրիները Գոնկուրի, իսկ դա տեղի ունեցավ անցած դարի վերջից սկսած, 90-ականներից, և այսօր արդեն 39 և ավելի երկիր ընտրում է Գոնկուրի իր մրցանակագրին, այդպես ֆրանսախոս և ֆրանսալեզու արվեստագետները, ակադեմիկները ականջալուր են լինում երիտասարդության ձայնին և այդպես հեղինակները ժամանակակից հասկանում են ինչ ակտուալ թեմաների մասին պետք է գրեն, որոնք կդառնան և ժամանակակից տեսականներ և կլինեն նաև բեսթսելերներ։ Երկակի գնահատման փաստորեն հնարավորություն է ընձեռվում։ Քանի որ մեր օրերում բոլորն են գրում, շատ են գրում և բեսթսելեր տերմինը փոքր-ինչ արժեզրկված նշանակություն ունի նաև, չնայած
ոչ արժանի կերպով։ Այս դեպքում մենք գործ ունենք այնպիսի գրականության հետ, որը եւ արդիական է, եւ բեսթսելեր է, եւ դասական է, եւ արժեքավոր է, եւ խնդիր լուծող է ու ամենակարևորը ստիպում է, որպեսզի երիտասարդները կարդան։ Հետաքրքիր է, որ ասենք թե ովքեր են այն ուսանողները, այն երջանիկ ուսանողները, որ Գոնկուր ակադեմիայի հետ գրեթե միաժամանակ ընթերցում են այն գրքերը, որոնք պետք է գուցե դառնան դափնեկիր։ Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի համալսարանի եւ ֆրանսիական համալսարանի 30 ուսանողներ են, այսինքն ուսանողներ, որոնք կարդում են, գիտեն ֆրանսերեն, այո, եւ հենց նրանք են այդ ընտրությունը կատարում։ Նաև հետաքրքիր ինչպես է կատարվում ընտրությունը, որքանով տեղյակ են ոչ միայն ընթերցում են, այլև այլ աշխատանք է կատարվում, հա, տեքստի նյութի հետ։ Հետաքրքիր է այս պատմության մեջ ամենահետաքրքիր եւ ամենագրավիչը կարծում եմ այն է, որ այդ ընտրությունը տեղի է ունենում ճիշտ այնպես, եւ դա Գոնկուրի պահանջներից է եւ կարևոր սկզբունքներից ճիշտ այնպես, ինչպես Գոնկուրն է ընտրվում Փարիզում, Ֆրանսիայում։ Մի ժյուրիի անդամները բնականաբար բոլոր 8 գրքերը կարդում են, ընթերցում են, իրենց մեջ արդեն որոշումը կայացնում են, թե ով է իրենց համար հաղթողը, բայց տեղի է ունենում սրճարանում ճաշ տարբեր ֆրանսախոս դեմքերի, այո, ուսուցիչների կամ դասախոսների հետ։ Ֆրանսիայում դա Դրուան հայտնի սրճարանում է տեղի ունենում, որտեղ ակադեմիայի անդամները հավաքվում են եւ ճաշի ավարտին պատուհանից, որտեղ բոլոր ընթերցողներն արդեն անհամբեր սպասում են, թե ով է Գոնկուր հաղթողը, պատուհանից դուրս են գալիս եւ հայտնում են, ցույց են տալիս գիրքը, որը հաղթել է կամ հեղինակն է ինքն է դուրս գալիս։ Մենք արեցինք նմանատիպ, այսպես ասած, ոճով եւ սկզբունքով սրճարանում Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում, որը պատահական չէր ընտրված, որովհետեւ Շարլ Ազնավուրի անունն ուներ, այդ սրճարանում նույնպես եղավ ճաշ, որից հետո որին մասնակցեցին ուսանողները եւ դրա ավարտին հայտարարեցին հաղթողին, որը այս տարի, ինչպես արդեն ասեցի, Գայել Ֆայն էր։ Սա նաև հրաշալի միջոց է երևանյան սրճարանները դարձնել մշակութային միջավայրի, գրական միջավայրի, այսպիսի կենտրոններ եւ նաև ասոցացնել դրանք գրական միջավայրի եւ գրականության հետ։ Իսկ ինչ հնարավորություններ է ընձեռում այս մրցանակը մեր գրական հանրության առհասարակ եւ կարելի է ասել, որ սա հայկական գրական դիվանագիտության նոր էջ է։ Միանշանակ։ Այո, հետաքրքիր մի բան ասեմ, որ Գոնկուր մրցանակը բառի բուն իմաստով ֆինանսական մրցանակը ընդհանրապես $1 է մոտավորապես, այսինքն շատ քիչ գումար է, սիմվոլիկ է, որովհետև այն հաջողությունը դրանից այս մրցանակից հետո այն հաջողությունը եւ այն փառքը գրական, որ ունենում են գրողները, հեղինակները, գրեթե անչափելի է։ Դրա համար այս սիմվոլիկ գումար ուղղակի մնացել է որպես պարգև, բայց իրականում այն շատ ավելին է, քան ընդամենը գումար, եթե իրենք կարողանային ստանալ։ Ինչպես այն ասես, Նոբելյան մրցանակին մանացքին, եթե դու ունես Գոնկուր մրցանակ, ուրեմն դու արդեն ճանաչված եւ ընդունված գրող ես։ Գրական օլիմպիոսում ես։ Այո։ Մյուս առավելությունը մեր հայ ընթերցողի համար այն է, որ իրական ժամանակում ճանաչում եւ հնարավորություն են ունենում ընթերցել ժամանակակից ֆրանսալեզու հեղինակներին եւ այս տենդենսներ, միտումներ, այո, եւ այս տարվա ընտրությունն էլ պատահական չէր, որովհետեւ Գայել Ֆայը, որ հաղթեց Հայաստանում, հաղթեց նաեւ եւս 24 երկրում եւ 3 տարածաշրջանում։ Գայել Ֆայը հանրահայտ ռեփ երգիչ է, ռուանդացի, ֆրանսիացի եւ իր երգարվեստում եւ գրականությունում խոսում է ազգային իր խնդիրների, Ռուանդայի ցեղասպանության, սոցիալական թեմաներով, այնպես որ Գայելի ամբողջ արվեստը շատ մոտ է ժամանակակից երիտասարդությանը, դրա համար պատահական չէր, որ հայ ուսանողներն էլ այս թեման շատ լավ ընդունեցին եւ ընտրեցին։
Իդեպ Գայլֆայի նախորդ վեպը, հա, Փոքրիկ երկիրը, իրապես բեսթսելեր է այս բառի բուն իմաստով եւ շուրջ 40 երկրում է թարգմանվել։ Հետաքրքիր է նաեւ բացի Անի նշածից, հա, ինչ մշակութային, գրական շերտեր կարող է այստեղ գտնել հայ ընթերցողը Ժակարանդայում։ Այո, շատ հետաքրքիր միտում է իդեպ, որովհետեւ անցյալ տարի մենք հրատարակեցինք նաեւ նախորդ տարվա Գոնկուր մրցանակակրին Դափնեկրին, նա նույնպես աֆրիկացի է, Մբուգար Սարը, նրա գիրքն էլ հետաքրքիր է, որ նրանք բերում են իսկապես նոր մշակույթ ժամանակակից գրականության մեջ, որովհետև որքան էլ որ նրանք ապրեն Ֆրանսիայում եւ նույնն է, նրանք ուրիշ մշակույթ նույնպես բերում են այն ժամանակակից եվրոպական, ֆրանսիական գրականություն։ Եվ այս երկու հեղինակներն էլ եւ Սարը եւ Գայլֆայը գրում են արմատների մասին, հայրենիքի մասին, իրենց ծնողների, տատերի, պապերի եւ հիշողության հետևից գնալու կարեւորությունը, թե ինչքան կարեւոր է ժամանակակից այս թողուբոհի եւ արագության մեջ, այո, արագության մեջ կանգ առնել եւ տեսնել, թե ովքեր են քո նախնիները, ովքեր են քո ծնողները, ծնողների մայրը, հայրը, տատիկները, պապիկները։ Մի խոսքով կարծում եմ, որ հետաքրքիր միտում է եւ իրենք իսկապես նոր շունչ բերեցին գրականություն եւ մի բան էլ, որ շատ հաճախ վերջին ժամանակակից գրականության մեջ կարծում եմ մի թեթև կորցրել են գրողները, դա ինչպես ասեմ քնարական, բանաստեղծական լեզուն է արձակում։ Գեղարվեստական շատ հետաքրքիր գրականություն են իրենք բերել ժամանակակից ֆրանսիական գրականություն մշակույթ, որովհետև իսկապես տարբերվող լեզու է։ Ավելի կարճ, չոր լեզվին, թեկուզ արձակ փոխարինելու է գալիս իսկապես բանաստեղծություններ, գրեթե պոեմ են գրում, այսինքն արձակ, որի մեջ կա նաև պոեմ, բանաստեղծություն, շատ հետաքրքիր է եւ վստահ եմ, որ հայ ընթերցողը այս գիրքը նույնպես շատ կհավանի եւ կսիրի։ Իսկ Ֆրանկոֆեստի ժամանակ ֆրանսիացի ինչ այլ հեղինակների գրքերի թարգմանություններ եք ներկայացնելու, գիտեմ, որ Պասկալ Բրուկների Փոքրիկ ամուսին եք ներկայացնելու, այդ ինֆորմացիան ինձ մանուն պատմել էր արդեն նախորդ, քանի որ այս տարի Նյումեգը հրատարակել, ինչ այլ հեղինակների գրքեր կարողանանք ընթերցել։ Այս տարի եւս պատիվ ունենք հյուրընկալելու պարոն Պասկալ Բրուկներին, անցած Ֆրանկոֆեստին նախորդ տարի Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատի պատվիրակության մեջ էր նա եւ անցած տարի երբ ազդարարեցինք մեկնարկը մեծ պատվիրակություն էր եկել, այս տարի կհյուրընկալենք արդեն Բրուկներին որպես գրքի հեղինակ, որովհետեւ կներկայացնենք հայերեն իր առաջին անգամ հայերեն է թարգմանվում Բրուկները առհասարակ, ներկայացնենք, ինչպես նշեցիք, Փոքրիկ ամուսինը, որը հրաշալի վեբ ժամանակակից ընտանիքի տղամարդու եւ կնոջ դերի մասին հաստատ ընթերցողը կվայելի այս ստեղծագործությունը եւ իհարկե նոյեմբերի 15-ին հնարավորություն կունենա ներկա լինելու եւ լսելու հեղինակին, որովհետեւ Բրուկները այնպիսի մեծություն է ֆրանկոֆոն աշխարհում, որի հավասարը երևի չկա, իսկապես փիլիսոփա, գրող, հրապարակախոս ու ֆրանսիական մամուլում Բրուկները շատ է խոսում Հայաստանի մասին, գիտի մեր խնդիրները եւ իշա հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության է հանդես գալիս։ Այնպես որ մեծ ողջավորությամբ սպասում ենք նրանը։ Հետաքրքիր որ այս տարի երևի ոչ միտումնավոր, բայց այդպես ստացվեց, որ գրեթե բոլոր գրքերը ինչ որ կապ ունեն Գոնկուր մրցանակի հետ, որովհետև Պասկալ Բրուկների գիրքն է, ինչպես ասացինք, երկրորդը եւ երրորդ գիրքը Նիկոլա Մատյոյի եւ Զավակներն իրենցից հետո վեպն է, որը 18 թվականին է Գոնկուր ստացել, մենք հրատարակում ենք այս տարի, այն արդեն ավելի շատ կհետաքրքրի 90-ականների սերունդին, նրանք ովքեր հիշում են այդ տարիները, որովհետև թվում է, թե մենք ուրիշ իրականության մեջ ենք ապրել, 90-ականները այլ տարիներ են եղել, իսկ Եվրոպան, Ֆրանսիան շատ տարբեր են, բայց այդպես չէ, երբ որ կարդում են գիրքը, տեսնում ենք, որ գրեթե նույն խնդիրներն են ունեցել մարդիկ, ինչ որ մենք, արդյունաբերական անկում, նոր եսի, ձևավորվող եսի շրջանում այդ խնդիրները, երիտասարդների ծանոթություն առաջին ալկոհոլի, ծխախոտի եւ բոլոր
բոլոր այն արգելված ամեն ինչի հետ, որ հետո պետք է դառնային մեծ խնդիրներ, խնդիրներ, բայց այն ամենը թե ինչպես դրանք մտան մեր կյանք, շատ հետաքրքիր ձևով ներկայացնում եմ Մատյոն եւ ամենակարևորը հայրեր եւ որդիներ զավակներ խնդիրները եւ քո եսը գտնելու այդ բարդ ճանապարհը։ Եվ 4-րդ գիրքն արդեն հայ ընթերցողին շատ հայտնի եւ արդեն շատ սիրելի դարձած Գարիկ Ֆեբերտի շարունակությունն է, Ժոել Դիկերի նոր գիրքը Բալթիմորների գիրքը։ Սա նույնպես ընտանեկան սագա է, ընտանիքի մասին է, ընտանեկան կապերի, արմատների, բայց արդեն դետեկտիվ է եւ բեսթսելեր է նորից։ Ինչով է առանձնահատուկ լինելու այս տարվա Ֆրանկոֆեստը, արվեստների սինթեզ տեսնելու ենք այս փառատոնի ժամանակ, ինչպես ձեր նախորդ փառատոնների ժամանակ, որոնք Նյումեգը կազմակերպում է։ Այո, երաժշտական բնականաբար ուղեկցում է ունենալու փառատոնը, երիտասարդ երաժիշտներն են ամբողջ օրվա ընթացքում ապահովելու հայկական եւ ֆրանսիական նոտաներով մեր տրամադրությունը եւ այդ օրվա ամենահետաքրքիր երևի միջոցառումներից մեկը կլինի թատերականացված ընթերցումը Ամելի Նոտոմբի Կապույտ մորուքը պիեսի։ Կապույտ մորուքը մենք առաջին Ֆրանկոֆեստի ժամանակ էինք հայերեն թարգմանությունը ներկայացրել 2023 թվականին եւ այս անգամ արդեն հանդիսատեսը առաջին անգամ հնարավորություն կունենա պրեմիերայից առաջ լսել ռեժիսորի եւ դերասանների խոսքը, նրանց քննարկումը, նաեւ մասնակից դառնալ թատերականացված ընթերցման։ Իսկ ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Պրեմիերան Ֆրանկոֆեստից հետո է, բայց այդ օրը մենք կհայտարարենք պրեմիերայի մասին, թե ովքեր են խաղալու, ինչպես կլինի, որովհետև Ամելի Նոտոմբը աշխարհում ամենաշատ բեմականացված հեղինակներից մեկն է, նրա ամեն մի վեպը պատրաստի պիես կարծես լինի, որովհետև շատ հետաքրքիր դիալոգներ կան, երկխոսություններ կան, եւ հայրեն հետաքրքիր է, որ երբևէ չի բեմադրվել, կարծում ենք շատ հետաքրքիր նորություն կլինի նաեւ թատերական աշխարհում։ Կարծիքներ, որ գիրքը կրկին մոդայիկ է դառնում Հայաստանում եւ մեծապես իհարկե դա պայմանավորված է հրատարակիչների ակտիվ աշխատանքով, բայց եւ բոլորս էլ հասկանում ենք, որ արհեստական բանականությունը առհասարակ այս թվային զարգացումները, եւ շատ արագ փոփոխվող այդ վիզուալ տեսանյութը, որը անընդհատ սպառում է մարդը, խանգարում է առհասարակ գիրք ընթերցել, նաև հատկապես բովանդակային այդպես, մտածելու տեղիք տվող գրականություն ընթերցել։ Հետաքրքիր է ձեր կարծիքը, այնուամենայնիվ Հայաստանում գիրքը պահանջված է։ Մենք մեր հրատարակությունում կարծում ենք, որ միանշանակ այո, այն էլ որքան, որովհետև մեր ընթերցողները մեզ ուղղակի դադար չեն տալիս նախ մեր բոլոր փառատոներին ակտիվ մասնակցություն ենք ունենում Նյումեգունի տարվա ընթացքում 4 խոշոր գրական միջոցառում, գրական փառատոն, ձմեռային փառատոնը, ամառային փառատոնը եւ Ֆրանկոֆեստը, բացի այս ունենք նաեւ մանկական մատենաշար եւ երազ մատենաշարի փառատոնը, մանկական, որը տարվա ընթացքում օգոստոսին, մայիսին է տեղի ունենում, փոքրիկների համար ենք միջոցառումներ կազմակերպում եւ այդ միջոցառումների ժամանակ մարդկանց մասնակցությունը, գրքերի նկատմամբ հետաքրքրությունը, ինչու նաեւ վաճառքի ցուցանիշները մեզ վստահություն են ներշնչում, որպեսզի ասենք գիրքը կարդում են, գիրքը պահանջված է եւ այս ամենը նպատակ ունի։ Բոլորին սիրով կսպասենք նոյեմբերի 15-ին կոնգրես հյուրանոցում կայանալիք Նյումեգ Ֆրանկոֆեստին եւ այդ օրը անձամբ դուք էլ եւ նրանք ովքեր հերոսատիտողական կտեսնեն, թե որքան մարդաշատ է լինում, միջոցառումները որքան հերթեր են լինում գրքերի եւ որքան գրքեր են գնում մարդիկ։ Հերթը եթե տեսնեք պատկերացնեք նաեւ տոպրակները եւ Նյումեգը երևի թե անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին հրատարակչություններից մեկն է, առաջինն է, որ գրքի հերթ արտահայտությունը կարող է վստահաբար վերագրել իրեն։ Մեր ձմեռային փառատոնը Դվինում երբ տեղի ունեցավ առաջին անգամ 2023 թվականին, մենք այնպիսի հերթ
հերթի ականատես եղանք, որ թվում էր մարդիկ չէին հավատում, որ գիրք են վաճառում, վերջում կանգնածները, որ այնտեղ գիրք են վաճառում եւ իրենց էլ առհասարակ հերթ կհասնի։ Գնում էին, պտտվում, նոր գալիս որպեսզի հասնեն դրան եւ դա շարունակվեց հաջորդ տարիներին եւ հաջորդ փառատոների ժամանակ է այսպես լինում։ Ես մի հետաքրքիր բաներ ասեմ, ես կարծում եմ, որ գիրք ընթերցում են թե չեն ընթերցում այս հայտնի թեման եւ քննարկումը, գիրք բնականաբար միշտ ընթերցում են, բնականաբար միշտ գիրք ավելի ընթերցողներն ավելի քիչ են, քան օրինակ, չգիտեմ, ուրիշ հետաքրքրություններ ունեցողները, սա հասկանալի է, բայց ինչն է հիմա դժվար, ուշադրությունը գրավել մարդկանց։ Երեխաների, մեծերի, փոքրերի եւ պահել, որովհետեւ այո, ինչպես դուք ասացիք, կարճ տեսանյութերի այս դարաշրջանում եւ մենք անընդհատ սկրոլ ենք անում այդ վիդեոները, որոնք ընդհանրապես 10, 15, 20, 30 վայրկյան են, իսկապես դժվար է համոզել ընթերցողին, որ նա նույն բավականությունը կստանա հաստափոր գրքից։ Բայց դրա համար մենք երևի նաև այն պատճառով, որ հիմնականում հեռուստատեսության աշխատողներ ենք, լրագրողներ ենք, դրա համար մենք շատ ենք վիզուալացնում մեր գրքերը, մեր հեղինակներին, մեր թարգմանիչներին, այսինքն մենք ամեն ինչ անում ենք, չնայած հրատարակչություն է, բայց վիզուալը շատ է, որպեսզի կարողանանք նույն այդ տեսանյութերի միջոցով համոզել, որ դուք սա ձեզ կհետաքրի, դուք դա պետք է կարդաք։ Հրաշալի նախագիծեր, ներողություն, ձեր 1 րոպե, 1 գիրք ասեմ, այո, երբ 1 րոպեում ներկայացնում եք գիրք, ինձ շատ դուր եկավ այդ նախագիծը։ Որովհետև իսկապես, եթե ընդառաջ է գնում երիտասարդությանը, այո, ամեն ինչ անում ենք, որպեսզի ցույց տանք, թե որ իրենց իսկապես դա հետաքրքիր է, որովհետև այն գրքերը, որոնք մենք հրատարակում ենք, մենք իսկապես ընթերցում ենք եւ իսկապես կարծում ենք, որ հետաքրքիր կլինի։ Մի րոպե, մի գիրք ասեմ։ Այս գիրքը պատմում է մի ժամանակաշրջանի մասին, որը անձամբ ես միգուցե լսել եմ իմ ծնողներից կամ տատիկներ, պապիկներից, եւ դա Խորհրդային Միության այն մութ էջերն էին, երբ շատ մարդիկ աքսորվում էին Սիբիր։ Մի րոպե, մի գիրք ասեմ։ Պատկերացրեք մի գիրք, որը միաժամանակ ինտելեկտուալ դետեկտիվ է, սիրային պատմություն, փիլիսոփայական էսսե, քաղաքական պամֆլետ ու նույնիսկ 18+ էրոտիկ դրամա։ Սենեգալցի երիտասարդ գրողը փնտրում է 30-ականներին առեղծվածային ու անհետ խորարդ մի գրողի։ Գրողի վեպը դարձել էր սենսացիոն պատմություն, նրա մասին խոսում էին բոլորը, ամբողջ Ֆրանսիան կարդում էր այդ գիրքը։ Իսկապես գրքեր են, որոնք շատ հետաքրքիր են։ Դրա համար վստահ ենք մեր ընտրության վրա եւ վստահ առաջարկում ենք, դրա համար փորձում ենք ուղղակի այդ վիզուալը շատացնել, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ ընտրություն անել, իրենց հետաքրքրությունը գրավել։ Մեր բոլոր գրքերը ունեն թրեյլերներ, ինչպես ֆիլմերը, եւ այդ թրեյլերները պատրաստում է Մանուն։ Մեր գրքերը կարելի է ճանաչել Մանուի ձայնով նաեւ։ Եվ մեր կայքում ամբողջ ինֆորմացիան թե հեղինակի, թե թարգմանիչների մասին դրված է լինում, հարակից հոդվածները, թրեյլերը, այնպես որ ընթերցողին մնում է միայն գրքի վերնագիրը գրել եւ ամեն ինչ իրեն հասանելի կդառնա։ Իսկ ձեր կարծիքով որ գրքերն են երիտասարդներն ամենից շատ հավանում հայ երիտասարդության մասին է խոսքը, նկատել եմ, որ թե Նյումեգը, թե մի շարք հրատարակչություններ վերջերս շեշտադրում են անձնական զարգացմանը, հոգեբանությանը, բիզնեսին նվիրված այդ գրականությունը, որը մինչ այլոց չկար մեր գրադարաններում, գրախանութներում եւ կարծես այդ բացը որոշակի հիմա լրանում է։ Կարելի ասել, որ հենց այդ թեմաներն են հետաքրքրում երիտասարդներին։ Այո, որովհետև երիտասարդ մասնագետներն են, ուսանողները արդեն սովորել են զուգահեռ աշխատում են եւ ժամանակակից մասնագիտություններով են աշխատում, այդ մասնագիտություններին օժանդակող այդ ինքնազարգացման գրքերը բեսթսելեր են ամբողջ աշխարհում եւ Հայաստանն էլ այդ քարտեզում իր տեղն ունի, չի կարող չլինել, որովհետև մեր երիտասարդությունը ամեն դեպքում պարփակված չէ եւ տեսնում է թե ինչ է կատարվում դրսում։ Նրանք գալիս են, անգամ իրենք են մեր փառատոների, էքսպոների ժամանակ գալիս, ասում են, այս գիրքը անգլերեն շատ լավն է, կարդացել եմ, թարգմանեք, եւս մեկ անգամ հայերեն էլ կկարդամ, ու այդ ուրախացնող է։ Բացի այդպիսի գրականությունից նաեւ հոգեբանական թրիլեր
թրիլլեր եւ դետեկտիվ ժանրն է շատ պոպուլյար։ Միշտ դա կարծում եմ դասականն ընտրություն է։ Young adult 18-ից մինչև 25 տարեկան ընթերցողները այդպիսի գրականություն են նաև սիրում նախընտրում։ Հետաքրքիր է, որ մենք մի փոքրիկ էքսպերիմենտ արեցինք եւ հոգեբանական գրքեր հատարակեցինք մի քանի եւ դրանք նույնպես ուղղակի շատ մեծ հետաքրությամբ եւ խանդավառությամբ ընդունեցին ընթերցողները, որովհետեւ պարզվում է դրա կարիքը նույնպես կա։ Թվում է թե մտնում ես Instagram կամ Facebook կամ YouTube եւ հազարավոր հոգեբաններ, քոչեր, խոսնակներ եւ այլն մոտիվատորներ բոլորը քեզ ասում են թե ինչպես ապրես, բայց փաստորեն երևի դա քիչ է։ Եվ լուրջ մասնագետների գրքերը, որոնք հետ տրավմատիկ ստրեսին են վերաբերում, սիրելիների, հարազատների կորստից հետո ինչպես այդ կորուստը հաղթարել եւ շարունակել ապրել, այս կարևոր թեմաներին վերաբերող գրքերը նույնպես շատ մեծ հետաքրքրություն ունեն։ Մինչ այլոց ձեր այդ նշած մտքի կապակցությամբ 3 կարդացի, որ Չինաստանում օրենք է այսուհետ գործելու, որ համացանցում որևէ մեկը, ով չունի մասնագիտական կրթություն, իրավունք չունի խոսելու օրինակ հոգեբանության, անգամ խոհարարության կամ հիանալի միտք է կարծում։ Մենք այնպիսի վերնագրով գիրք ունենք վտանգավոր ամենագետները, Ցանցերում այդ մարդկանց մասին է, հենց այո, թե իսկապես ինչ վտանգ կարող են իրենցից ներկայացնել այդ մարդիկ կամ այդ, չգիտեմ, գիտակները, այսպես ասած, հատկապես առողջությունը այո, հատկապես առողջությունը։ Այո, ամենացավոտ թեմաներից է։ Հետաքրքիր է նաև արդյոք նախատեսում եք ձեր գրքերը հասանելի դարձնել էլեկտրոնային տարբերակներով, հաշվի առնելով միջազգային միտումները։ Այո, այդպիսի նպատակներ կան, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց դեռ հստակ չեն կարող ասել երբ կլինի։ Ամեն դեպքում մենք հույսը չենք կորցնում, որ այս թվային դարաշրջանում թղթային գիրքը ունի իր տեղը ավելի շատ են սիրում։ Չնայած օրինակ ես իսկապես թվային եմ կարդում մեծ մասը գրքերի, գործի բերումով, բայց նաև սիրում եմ ես թվային կարդալ, որովհետև այդպես ինձ ավելի հարմար է, ես ավելի շատ եմ կարողանում ընթերցել, որովհետև ամեն դեպքում մեծ գիրքը անընդհատ չես կարող քեզ հետ տանել աշխատանքի եւ այլն, իսկ հեռախոսով կամ պլանշետով կամ այդ ռիդերներով շատ հարմար է կարդալ, բայց ամեն դեպքում կարծում եմ ընթերցողների մեծ մասը սիրում է գրքի բույրը։ Համամիտ եմ։ Մենք անգամ ունենք ընթերցողներ ներողություն, երբ մարզային այցերի ժամանակ գրադարաններում ընթերցած են լինում մեր գրքերը, բայց գալիս են փառատոնին, երբ զեղ չէ լինում, ասում են ես այս գիրքը կարդացել եմ, բայց անպայման ուզում եմ ունենամ գրադարակում։ Այո, այնպես որ այդ վերաբերմունքը գրքի նկատմամբ դեռ կա։ Մանավանդ երբ գիրքը արված է ճիշտ դիզայներական լուծումներով, հա, գրաֆիկական դիզայնի կանոններն են պահպանվում, շատ կարևոր է նաև որակը, ոչ միայն բովանդակությունը, այլև գրքի որակն այսօր։ Այո, թղթի գույնը, տառատեսակը, օրինակ մանկական գրականություն հրատարակելիս մենք հատկապես ուշադիր ենք այդ թեմաներին, որովհետև մենք ունենք տարբեր տարիքային խմբերի համար IBM-գին, այդպես ենք մենք բաժանել, եւ ամենափոքրերի տառերը ընդհանրապես այլ տառաչափ են եւ գույները եւ նկարները այլ չափերի պետք է լինեն, դեռահասային տարիքի եւ ավելի պատանիների դեպքում այդ տառաչափն ավելի սկսում է փոքրանալ եւ տեքստը մեծանալ, այսինքն իսկապես կան նրբություններ, որոնք օգնում են եւ սիրել գիրքը, չվախենալ գրքից, որովհետեւ կարող ես 5-6 տարեկան երեխային գիրքը տալ ու ինքը միանգամից կարող է ուղակի չսկսել կարդալ, որովհետեւ իրեն այդ չափերը, տառերի փոքրությունը կարող են վախեցնել։ Այնպես որ այո, իհարկե ամեն ինչ կարևոր է։ Եվ խնդրում եմ հաղորդման ավարտին հիշել վերջերս ընթերցած 1-2 գիրք, որոնք ազդել են ձեր աշխարհընկալման, պատկերացումների վրա, փոխել են ձեզ։ Ես միանշանակ իմ բոլոր ընկերները, գործընկերները գիտեն Ջոնաթան Ֆրանզեն բոլոր գրքերը, Ազատությունը, Purity-ն, այո, բոլոր գրքերը Ֆրանզենը իսկապես շատ բան է փոխել իմ մեջ, շատ ինձ համար այս պահին իմ ամենասիրելի գիրքն է եւ հեղինակն է, ժամանակակից ամերիկացի գրող է, որը համարվում է վիպասան, այսինքն հիմա էլ չեն գրում նման մեծ
չափի վեպեր, իսկ Ջոնաթան Ֆրանզենը ամեն վեպը գրում է մոտարպես 10 տարի եւ այդ գիրքը կարդալուց դու հասկանում ես, որ այդ մարդը ինչքան բան է ներդրել այդ գրքում եւ իսկապես կարող է փոխել կյանք, ճակատագիր, հոգեբանություն, կարծիք, մի խոսքով իմ համար Ջոնաթան Ֆրանզեն։ Իդեպ Մանուին լրացնեմ, որ Ֆրանզենի հաստափոր եւ ամենահայտնի գրքերից մեկը Խաչմերուկները սեպտեմբերին արդեն ներկայացրել ենք հայերեն եւ ընթերցողը կարող է ծանոթանալ Մանուի սիրելի գրքին։ Այո։ Իսկ ես չհեռանալով մեր ֆրանկոֆոն զրույցից պետք է ասեմ, որ թերևս ինձ համար մեր հրատարակչության եւ ընդհանրապես կարդացած ամենատպավորիչ ու հետաքրքիր այդպես ներաշխարը տակնու վրա անող գրքերից կարող եմ ասել, դա Մուհամեդ Մբուգար Սարի հիշողության թաքստոցում գիրքն է, որում կան գրականության, արվեստի, կինոյի բոլոր ժանրերը, վեպ է, սիրավեպ է, դետեկտիվ է, թրիլեր է, նոն-ֆիքշն է, ամեն ինչ կա եւ այնպիսի թարգմանությամբ է հայերենը, հրաշալի Սամվել Գասպարյանի հայերենը ուղղակի վայելում ես բառերը ողկույզների պես ճրճրտում են։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Ֆրանկոֆեստը եւս մեկ կամուրջ է Հայաստանի եւ ֆրանսախոս աշխարհի միջև, մի հարթակ, որտեղ տարբեր ժողովուրդները կարող են խոսել նույն լեզվով, գրականության եւ մշակույթի լեզվով։ Հիշեցնեմ, որ այսօր Art Focus-ում զրուցում էինք Մանու Իրիցյանի եւ Անի Հակոբյանի հետ, այսօրվա համար այսքանը, ցտեսություն։